Հորիզոնը շարունակում է աշխատանքը, բարև ձեզ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դուշանբեում առանձնազրույց է ունեցել Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնի հետ։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել առևտրատնտեսական հարաբերություններին նորազդակ հաղորդելու հետագա քայլերի շուրջ։ Անդրադարձ է կատարվել Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման արդյունքում ստեղծված հնարավորություններին եւ տարածաշրջանում համագործակցության մթնոլորտի ամրապնդմանը, TRIP նախագծի եւ խաղաղության խաչմերուկի իրականացմանը։ Էմոմալի Ռահմոնը ողջունել է Վաշինգտոնի հանդիպման արդյունքներով խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը եւ հայտնել իր երկրի աջակցությունը Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացում։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դուշանբեում մասնակցել է ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին։ Այդ նիստին ներկա եղել նաև Իլհամ Ալիևը։ Երկու երկրների ղեկավարները ելույթ են ունեցել։ ԱՊՀ երկրների ղեկավարները հավաքվում են Տաջիկստանի մայրաքաղաքի սրտում գտնվող ազգային պալատում, որը համարվում է այս երկրի նախագահի աշխատանքային հիմնական նստավայրն ու պաշտոնական ընդունելությունների վայրը։ Էմոմալի Ռահմոնին նախ հերթով անձամբ է դիմավորում իր պաշտոնակիցներին։ Տեսալուսանկարահանվում են ու նոր միայն նստում կլոր սեղանի շուրջ։ Նիկոլ Փաշինյանի ու Իլհամ Ալիևի աթոռները դրված են կողք կողքի։ Հայաստանի վարչապետի ամբողջ ելույթը վերաբերում է Ադրբեջանի հետ հարաբերություններին, մասնավորապես Միացյալ Նահանգներում ձեռք բերված պայմանավորվածություններին, մինչդեռ Ալիևի խոսքում որևէ հիշատակում չկա այդ համաձայնությունների մասին։ Նիկոլ Փաշինյանը նախ գոհունակությամբ արձանագրում է, որ երկարամյա հակամարտությունից հետո Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղություն է հաստատվել եւ այս գործընթացում հիմնարար փաստաթուղթ է հանդիսացել ԱՊՀ հիմնադիր փաստաթուղթը 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագիրը։ Սույն թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում նախագահ Թրամփի նախաձեռնությամբ կայացած խաղաղության գագաթնաժողովից հետո նախագահ Ալիևի հետ մենք ընդունեցինք հռչակագիր, որում արձանագրվում է, որ Հայաստանը եւ Ադրբեջանը ընդունում են անցյալի հակամարտությամբ չկանխորոշված միավորված ազգերի կազմակերպության կանոնադրությանն ու 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրին համապատասխան պայծառ ապագայի ուղի նախանշելու անհրաժեշտությունը։ Մեջբերում կատարեմ Վաշինգտոնի հռչակագրից։ Մարդկային անասելի տառապանքներ պատճառած հակամարտությունից հետո մեր ժողովուրդների համար վերջապես ստեղծվել են բարիդրացիական հարաբերություններ սկսելու պայմաններ, հիմնված միջազգային սահմանների անկախտելիության եւ տարածքներ ձեռք բերելու նպատակով ուժի կիրառման անթույլատրելիության սկզբունքների վրա։ Այս իրողությունը, որը ենթակա չէ եւ երբեք չպետք է ենթակա լինի վերանայման, ճանապարհ է հարթում մեր երկու ժողովուրդների միջև թշնամանքի էջը փակելու համար։ Մենք վճռականորեն մերժում եւ բացառում ենք վրեժխնդրության ցանկացած փորձ ներկայում եւ ապագայում։ Հայաստանի վարչապետը ընդգծում է նաև, որ նույն հռչակագրում ադրբեջանցի պաշտոնակցի հետ վերահաստատել են ներպետական, երկկողմ եւ միջազգային փոխադրումների համար երկու երկրների միջև հաղորդակցությունների բացման կարևորությունը, հիմնված պետությունների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության եւ իրավազորության հարգման վրա, տարածաշրջանում ու նրա հարևանությամբ խաղաղությունը, կայունությունն ու բարգավաճումը խթանելու նպատակով։ Այդ ջանքերը պետք է ներառեն Ադրբեջանի Հանրապետության հիմնական մասի եւ Նախիջևանի ինքնավար հանրապետության միջև Հայաստանի Հանրապետության տարածքով անխոչնդոտ հաղորդակցությունը։ Հայաստանի Հանրապետության համար միջազգային ու ներպետական հաղորդակցության փոխադարձ առավելություններով։ Նաեւ արձանագրվել է, որ Հայաստանի Հանրապետությունն աշխատելու է Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ փոխադարձաբար համաձայնեցված երրորդ կողմերի հետ։ Հայաստանի Հանրապետության տարածքում Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության եւ բարգավաճման կամ TRIP հաղորդակցության ծրագրի իրականացման շրջանակը սահմանելու նպատակով։ Նիկոլ Փաշինյանի խոսքով TRIP նախագիծը Հայաստանին հնարավորություն է տալիս երկաթուղային եւ այլ տրանսպորտային կապ ունենալ ԱՊՀ անդամ պետություն Ադրբեջանի եւ ԱՊՀ մյուս անդամ պետությունների հետ։ Ըստ նրա, սա նշանակալի փոփոխություն եւ հանգամանք է, որը անկասկած կնպաստի ԱՊՀ շրջանակներում տնտեսական կապերի ամրապնդմանը եւ կազմակերպության արդյունավետության բարձրացմանը։ Վարչապետն ընդգծում է, TRIP նախագիծը բացում է արտահանման եւ ներմուծման նոր հնարավորություններ նաեւ ԱՊՀ երկրների համար։ Վաշինգտոնի գագաթնաժողովից առաջ դեռևս սույն թվականի մարտին Հայաստանը եւ Ադրբեջանը կարողացան համաձայնեցնել խաղաղության եւ միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի նախագիծը եւ այդպիսի դրական արդյունքով ավարտել բանակցությունները նախագծի շուրջ։ Այս փաստաթուղթը եւս հղվում է 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրին։ Այս համատեքստում կողմերը հաստատեցին իրենց ըմբռնումը, որ նախկին ԽՍՀՄ խորհրդային սոցիալիստական հանրապետությունների միջև սահմանները դարձել են համապատասխան անկախ պետությունների միջազգային սահմաններին։ Համապատասխանաբար Հայաստանը եւ Ադրբեջանը ճանաչում են եւ կհարգեն միմյանց ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը, միջազգային սահմանների անձեռնմխելիությունը եւ քաղաքական անկախությունը։
Ըստ Փաշինյանի, սա նշանակում է, որ երկու երկրներն էլ ճանաչում են, որ Հայաստանի Հանրապետության տարածքը նույնական է հայկական խորհրդային սոցիալիստական հանրապետության տարածքին, իսկ Ադրբեջանի Հանրապետության տարածքը Ադրբեջանի խորհրդային սոցիալիստական հանրապետության տարածքին, եւ այդ տարածքները ներառող սահմաններն անձեռնմխելի են։ Վարչապետը հիշեցնում է, այդ համաձայնագիրը նախաստորագրվել է Սպիտակ տանը երկու երկրների արտաքին գործերի նախարարների կողմից Միացյալ Նահանգների նախագահի, Ադրբեջանի նախագահի եւ իր ներկայությամբ, հույս ու համոզմունք հայտնելով, որ մոտ ապագայում կստորագրեն եւ կվավերացնեն նաեւ այդ համաձայնագիրը։ Ուրախ եմ տեղեկացնել ձեզ այս ամենի մասին, չնայած հաստատված խաղաղությունը չի նշանակում, որ Հայաստան-Ադրբեջան օրակարգի հարցերը սպառվել են։ Մենք դեռևս պետք է հաստատենք փոխադարձ առևտրային, տնտեսական, քաղաքական, մշակութային կապեր, լուծել հումանիտար խնդիրները եւ սա հեշտ գործ չէ, հաշվի առնելով երկարամյա թշնամանքի պատմությունը, սակայն հաստատված խաղաղությունը մեզ վստահություն է տալիս, որ այս հարցերն աստիճանաբար կլուծվեն։ Խաղաղության հաստատման կապակցությամբ Հայաստանի վարչապետը շնորհավորում է ոչ միայն Հայաստանին եւ Ադրբեջանին, այլև ԱՊՀ բոլոր անդամ պետություններին, քանի որ ըստ նրա գիտեր, որ ներկա գտնվողները իսկապես ուզում էին, որ սա տեղի ունենար։ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է. խաղաղությունն այլևս իրականություն է։ Վահագն Հակոբյան, Հորիզոն։ ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը հայտնել է, որ Դուշանբեում ընթացող ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակներում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ջերմզրույց են ունեցել, քննարկելով տարածաշրջանում խաղաղության եւ անվտանգության ամրապնդման ուղղությամբ հետագա առաջընթացը։ Դուք հավանաբար ինքներդ տեսաք, թե ինչպես Հայաստանի վարչապետը եւ Ադրբեջանի նախագահը շատ ջերմորեն շփվեցին եւ քննարկեցին ոչ թե վիճելի հարցեր, այլ թե ինչպես առաջ շարժվել Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության եւ անվտանգության ամրապնդման գործում։ Գագաթնաժողովից հետո լրագրողներին ասել է Լեբեդևը. Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հոկտեմբերի 10-ին ընդունել է Ուրուգվայի Արևելյան Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Սիլվանա Լեսկա Բարոլինին։ Կողմերը քննարկել են երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցերի լայն շրջանակ, հատուկ ուշադրություն դարձնելով միջխորհրդարանական կապերի ակտիվացմանը։ Անդրադարձ է կատարվել նաեւ տարածաշրջանային զարգացումներին։ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ընդունել է Հայաստանում Չեխիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Պյոտր Պիրինչիկին եւ նորանշանակ ռազմական եւ ռազմաօդային կցորդ փոխգնդապետ Ժիրիմ Ռաչեկին։ Հանդիպմանը քննարկել են պաշտպանության ոլորտում Հայաստան-Չեխիա համագործակցությանը, տարածաշրջանային եւ միջազգային անվտանգությանը վերաբերող մի շարք հարցեր։ Վլադիմիր Պուտինի եւ Իլհամ Ալիևի երեկ կայացած հանդիպումից հետո միանգամից ջերմացում նկատվեց։ Ավելի քան կես տարի առճակատումից հետո նրանք ընդառաջ քայլեր ձեռնարկեցին։ Թեմային հետևել է Արտյոմ Երկանյանը։ Արտյոմ, ինչու այդքան շատ շարունակվեց եւ որն էր պատճառը այդ ջերմացման։ Վերջին մեկ տարվա ընթացքում, եթե չեմ սխալվում, դա երկու առաջնորդների առաջին, այսպես առանձնազրույցն է, հա, ճիշտ է, վերջերս Չինաստանում հանդիպել էին Շանխայյան այդ համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակներում, սակայն ոտքի վրա եւ որպես այդպիսին առարկայական զրույց ունենալու հնարավորություն չեն ունեցել։ Անգամ հեռախոսով խոսելու ցանկություն չեն ունեցել միմյանց հետ, այդ հայտնի միջադեպից հետո խոսքը ինքնաթիռի կործանման մասին է, ընդամենը մեկ անգամ էին հեռախոսով խոսել մարտին եւ դրանից հետո միայն մի քանի օր, այսինքն 3 առաջին օրը, երբ Իլհամ Ալիևը հեռախոսով որոշեց շնորհավորել Վլադիմիր Պուտինի ծննդյան օրը։ Այդ ժամանակ արդեն պարզ դարձավ, որ ինչ որ բան է սպասվում եւ կտրուկ փոփոխություն է լինելու, որը եւ երեք տեղի ունեցավ իրենց հանդիպումից հետո։ Պարզ է, որ դրան նախորդում էր լուրջ դիվանագիտական աշխատանք։ Ռուսաստանյան Կոմերսանտ թերթի տեղեկությունների համաձայն ամիսներ շարունակ բանակցություններ էին ընթանում երկու երկրների նախագահների օգնականների մակարդակով։ Յուրի Ուշակովը ու Հիկմետ Հաջիևը հանդիպել են մի քանի անգամ, հավանաբար նախապատրաստելով երեք կայացած այդ նախագահների հանդիպումը։ Բաքվում միանգամայն բավարարված է այդ հանդիպումից եւ դրա արդյունքներից։ Ըստ էության Վլադիմիր Պուտինը կատարել է գրեթե բոլոր Իլհամ Ալիևի առաջ քաշած պահանջները, ներողություն է խնդրել ինքնաթիռի կործանման համար, թեև ներողություն բառը չի արտասանել, բայց գրեթե ըստ էության դա հենց նույնն է, ինչ իր ասածն է եղել։ Խոստացել է հատուցում վճարել
տուժածների հարազատներին եւ պատժել բոլոր մեղավորներին։ Ադրբեջանական մամուլը գրում է մեծ դիվանագիտական հաղթանակի մասին, գրում է, որ Ադրբեջանի նախագահին հաջողվել է չեզոքացնել բոլոր հնարավոր վտանգները, որոնք կարող էին Մոսկվայից լինել, եւ այդ հանդիպման եւ թելադրանքի արդյունքում բարձրացնել Ռուսաստան-Ադրբեջան հարաբերությունները նոր մակարդակի, ուր երկու հավասարազոր պարտներների երկխոսություն է տեղի ունենալու այսուհետ։ Իդեպ այդպես են գնահատում նաև որոշ ռուս անկախ փորձագետները, օրինակ քաղաքագետ Իվան Պրիաբրաժենսկին նույնպես իր կարծիքն է հայտնել, ասելով, որ Ռուսաստանը ընդունել է Ադրբեջանի կողմից թելադրված խաղի կանոնները եւ համաձայնվել է, որ այսուհետ Հարավային Կովկասի տարածաշրջանում դոմինանտ դերը Ադրբեջանին է պատկանելու։ Եվ դա այն դեպքում, երբ ընդամենը մի քանի շաբաթ առաջ իշխանամետ ռուս քարոզիչները խոսում էին անգամ Ադրբեջանի դեմ Ռուսաստանի հնարավոր պատերազմի մասին։ Պարզ է, որ դա ընդամենը տեղեկատվական մանևրեր էին, որոնց նպատակն էր համապատասխան ֆոն ապահովել, որպեսզի ի վերջո տեղի ունենան այն բանակցությունները, որոնք տեղի ունեցան, եւ ի վերջո երկրների ղեկավարները կարողանան նոր էջից սկսել հարաբերություններ։ Արտյոմ, իսկ որոնք են արված ընդառաջ քայլերը։ Այսօր առավոտյան հայտնի դարձավ, որ Ադրբեջանի իշխանությունները համաձայնվել են ազատ արձակել Ռուսաստանի պետական Ռոսիա Սիվոդնյա տեղեկատվական հոլդինգի ադրբեջանյան կառույցի ղեկավար Իգոր Կարտավիխին, նա նաև Սպուտնիկ Ադրբեջան գործակալության գործադիր տնօրենն էր, Ուշակովն էր դրա մասին հայտարարել Պուտինի օգնականը, սակայն նա ասել էր, որ նրան ազատել են կալանքից, իսկ ժամեր անց պարզվեց, որ ընդամենը փոխել են այդ կալանավորման պայմանները եւ նա տնային կալանքի պայմաններում է ուրեմն առայժմ լինելու։ Դրա փոխարեն Մոսկվայում ազատ են արձակել ազգությամբ ադրբեջանցի Մամեդալի Աղաևին, ով Մոսկվայի Սատիրայի թատրոնի տնօրենն էր, բայց հետաքրքիր է, որ բոլորովին ոչ հավասարազոր դեմքեր էին։ Մի դեպքում քաղաքական ըստ էության գործ չի էին ազատել եւ ժամանակին նրան դատապարտել էին քաղաքական պատճառներով, մյուս կողմից մի մարդու, որը մեղադրվում է ընդամենը փող հափշտակելու մեջ, թատրոնի փողերն է գողացել, հա, եւ նրանց նույն կշեռքի նժարների վրա են դնում։ Հիշեցնեմ նաեւ, որ Ռոսիա Սիվոդնյա գործակալության այլ աշխատակիցներ Ադրբեջանում շարունակում են կալանքի պայմաններում մնալ, մասնավորապես այդ գործակալության գլխավոր խմբագիր Եվգենի Բելաուսովը եւ նաեւ 8 ռուսաստանցի այթիշնիկներ նույնպես կալանավորված են, նրանց մեղադրում են ու անհեթեթ մեղադրանքներ են առաջադրված կիբերհանցագործությունից սկսած մինչև թմրանյութերի ահռելի ծավալների ուրեմն տրաֆիկ։ Չնայած դրան արդեն որոշակի ինչպես ուրվագծվում է հեռանկարը, որի դեպքում Ռոսսատրուդնիչեստվա պետական այդ կազմակերպության ադրբեջանական կառույցի գործունեությունը կարտոնվի։ Հավանաբար Ռուսկի դոմ այդ հաստատությունը, որի գործունեությունը ժամանակին Ադրբեջանում արգելել էին եւ հայտարարել էին, որ այն ռուս լրտեսների որջ է, ամենայն հավանականությամբ շատ շուտով կվերսկսի իր աշխատանքը։ Այսինքն այս ամենը ապացուցում է, որ այս ընդամենը քաղաքական այսպես բեմադրություն էր եւ որը որևէ ընդհանուր բան չունի ոչ օրենքի, ոչ իրավունքի հետ։ Շնորհակալություն, Արտյոմ։ Ավարտվեց Հորիզոնի այս թողարկումը, կարճատև դադարից հետո անցնող շաբաթվա միջազգային իրադարձությունները կներկայացնի իմ գործընկեր Ալա Ղալաչյանը։